Անբան հուրին սելֆի է անում, մաստակ ծամում, երգում, պարում, զվարճանում ու զվարճացնում փոքրիկ հանդիսատեսին։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հովհաննես Թումանյանի Անբան հուրին հեքիաթի պրեմիերան է ժամանակակից մոտեցմամբ։ Անբան հուրին ռեժիսոր Սարգիս Շողունցի բեմադրած արդեն երրորդ մանկական ներկայացումն է։ Առաջարկը ստացել է թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանից։ Անկեղծանումը երեխաների համար բեմադրելը բավական բարդ է։ Ես փորձել եմ իմ պատկերացումները, իմ երևակայությունները առաջ տանել, նոր կերպարներ եմ մտածել, օրինակ գորտերին լրիվ ուրիշ մոտեցում եմ տվել, բզեզը լրիվ ուրիշ պատմություն ունի, ճիշտ է փոքր դեր է, բայց ինքը իր ուրույն դերն ունի այս ներկայացման մեջ, իսկ օրինակ սյուժետային որոշ փոփոխություններ եմ արել, որը ինձ թվում է միայն օգնել է գործին, հաստատ չի խանգարել։ Գնացել ենք լրիվ ուրիշ ճանապարհով, ոչ մի բանի նման չի, փորձել ենք ստեղծել մերը նորը ու ստեղծագործել ենք մեր մտածելակերպի շրջանակներում։ Անբան հուրիի կերպարում Աննա Մանուչարյանն է։ Դերասանուհին ընդգծում է, իր համար հետաքրքիր է փոքրիկ հանդիսատեսի համար խաղալը, քանի որ այլ էմոցիաներ է ստանում դահլիճից։ Պետք է խաղանք այնպես, որ հավատան երեխաները ու իսկապես իրանք ամենաառաջինն են նկատում, որ դու սուտ ես անում ինչ-որ բան, սխալ ես անում, այդքան երևի մեծերը չեն նկատում, ինչքան երեխաները, դրա համար պետքա ուղղակի սենց շատ պարզ ամենակարևորը ու ճիշտ լինենք մեր դերում։ Անբան հուրիի մոր Տիկին Անթարամի դերում Հայաստանի վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանն է։ Բեմում գովերգում է դստերը, իսկ կյանքում կարևորում է երեխայի մեջ փոքրուց աշխատասիրություն սերմանելը։ Շատ երաժշտական, շատ հումորային, ուսուցողական, մի խոսքով շատ ընտիր ներկայացում է ստացվել, ես առհասարակ չեմ սիրում տենց որտեղ ես եմ խաղում կամ ես եմ բեմադրում ինչ-որ գովելի գովասանքի բառեր ասել, բայց այս պարագայում մեծ հաճույքով եմ աշխատել, պրոցեսը շատ հետաքրքիր, շատ արագ, շատ Սարգիսի մասին եմ ուզում ասեմ, որ ինքը բավականին երիտասարդ, բայց շատ հմուտ ու շատ սենց հստակ քայլերով գնում առաջ ու ես իրան մաղթում եմ գույնս գույն այսպիսի ներկայացումներ իր կյանքում ու ավելի լավը։ Երաժշտական ինտերակտիվ մանկական ներկայացումը փոքրիկ հանդիսատեսին սովորեցնի լինել նպատակասլաց, լավ սովորել, ունենալ մասնագիտություն եւ իհարկե աշխատանք։ Ներկայացումը ռուսական թատրոնում կխաղան եւ հայերեն, եւ ռուսերեն։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։